Բարի երեկո, շանթիեթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետը այսօր մասնակցել է քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ շնորհավորել է քննչական կոմիտեի նախագահին եւ ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ։ Վարչապետի խոսքով ինչպես քննչական կոմիտեում, այնպես էլ բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական խնդիր, այն է հասնել իդեալական վիճակի։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս մեթոդաբանության մեջ պետք է փոփոխություններ արվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության եւ հուսահատության հավանականությունը։ Մենք պիտի բալանսավորենք, հասկանանք, որ այնուամենայնիվ ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու իդեալին, այլ մեզ պետք է հստակ կանոնակարգված եւ արդյունավետության բարձրացման վրա աշխատել։ Շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է իդեալը կամ իդեալի պատկերացումը դա, որ մենք ամեն հաջորդ փուլի, չեմ ուզում ասեմ ամեն հաջորդ օր, մենք պետք է արձանագրենք, որ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում եւ նախականխում հանցագործությունները եւ ավելի արդյունավետ են կատարում մեր աշխատանքը։ Արդյունավետ աշխատանքի առումով Նիկոլ Փաշինյանը կարևորում է պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը, նշելով, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծում է արժեքային, բարոյական համակարգն ու խիզախությունը։ Անընդհատ խոսում է կրթություն, այո, դա շատ կարևոր բան է եւ իրականում ես կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետեւ խիզախությունը գալիս է նրանից նաև թե մարդը հասկանում է ինքը այնուամենայնիվ ինչով է զբաղված ինքը, իսկ ինքը ինչքանով է հասկանում, ինչքանով չի հասկանում, այնուամենայնիվ դա որոշակի կրթության հետ կապ ունեցող բան է։ Բարոյականությունն էլ իմ կարծիքով կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է, թե ինչ ներքին գծեր եւ արգելակներ կան մարդու մեջ, որը ինքը գիտի, որ ինքը երբեք չի անցնի։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես քննիչի եւ իրավապահ համակարգի ընդհանրապես պայմաններում սա առանձնահատուկ է, որովհետեւ ըստ էության այստեղ նստած են ուրիշների ճակատագրերը որոշող մարդիկ։ Վարչապետն անդրադառնում է նաև փառաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությանը։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ քննության արդյունքներով ոչ մի հարցի պատասխան օդում չի մնա, բայց ըստ նրա պետք է վերադառնալ այն հարցին, թե որտեղ է բաց թողումը եւ ինչը պետք է այլ կերպ արվեր, որ դա տեղի չունենար։ Շատ կարևոր են, որ նաև իրավապահ համակարգը կարողանա վերլուծել։ Իմիջիայլոց օրենսդրությամբ էլ է դա սահմանված, որ շատ դեպքերում այդ թվան քննչական կոմիտեն ինքը որոշակի առաջարկներով, ես իհարկե չեմ հիշի դա դե յուրե ինչպես է կոչվում, միջնորդագրերով հանդես գա տարբեր մարմիններին, որպեսզի նաև հանցագործությունները կանխելու եւ հանցագործությունը լավ հիմա դա ընդհանրապես սրտի մխիթարանք է, որ դեպքա տեղի ունեցել, մենք բացահայտում ենք կամ կարող ենք բացահայտել, բայց մեր մեծագույն խնդիրն է, որ այդ հանցագործությունը կանխվի կամ նախականխվի, եւ այս պետք է լինի մեր մեծագույն խնդիրը։ Վարչապետի դիտարկմամբ պետք է ունենալ բավարար խիզախություն, գնալ եւ առերեսվել այդ թվում պետական համակարգերի կատարած աշխատանքի թերությունների հետ։ Այս դեպքում ըստ նրա առավելություններն ավելի կընդգծվեն։ Ասում ենք, որ արվել է S, մենք պետք է թերություններն էլ ընդգծենք եւ շնորհակալ եմ, որ քննչական կոմիտեի նախագահը անդրադարձավ, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե կառավարությունը քննչական կոմիտեն սենց ակվարիումի մեջ փակվել է, իրանք իրանց համար իրականություն են ստեղծել եւ գոհեն այդ իրականություն։ Ոչ, մենք բոլոր խնդիրները գիտենք։ Արդեն քննչական կոմիտեի նախագահը թվարկեց։ Այն որ գործերը կարող են տարիներ տևել, 5 տարի, 6 տարի, 7 տարի, այն որ եթե հիմա տեսեք, դուք ասում եք սպանությունը բացահայտվել է 95 թվականի, հա, 98 թվականի, եթե հիմա այդ սպանությունը բացահայտվել է, հարգելի գործընկերներ, նշանակում է 98 թվականից մինչև հիմա ժամանակի ցանկացած հատվածում կար շանս դա բացահայտելու։ Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորում ու շնորհակալություն է հայտնում ներկաներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ նաեւ պարգեւատրվում են վարչապետի շնորհակալագրերով, հուշամեդալներով եւ արժեքավոր նվերով։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի րոպե մի բան ասեմ շարքից 4-րդ տեսանյութն է հրապարակել իր Facebook-յան էջում, այս անգամ նա անդրադարձել է հաճախ տրվող հարցին, թե ինչ տարբերություն կա 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների միջև։
Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության եւ չորրորդ հանրապետության միջև։ Իսկ տարբերությունը հետեւյալն է. երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Երրորդ հանրապետությունում սահմանադրության ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ եւ քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, չորրորդ հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի։ Երրորդ հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է եւ ֆորմալ, չորրորդ հանրապետությունում պետք է լինի հստակ եւ անառարկելի։ Եվ ի վերջո երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, չորրորդ հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել ամերիկացի կոնգրեսականների վերջին նախաձեռնության մասին, հիշեցնեմ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացվել Հարավային Կովկասում էսկալացիայի կանխարգելմանն ու համագործակցության խթանման մասին օրենքի նախագիծը։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, այս նախաձեռնությունը ինչ է նշանակում։ Նախ հիշեցնեմ, որ այս նախաձեռնության գլխավոր հեղինակը Հայաբնակ Կալիֆոռնիայի 48-րդ ընտրատարածքը ներկայացնող կոնգրեսական Դարել Իսան է եւ նրան նաեւ միացել է Ֆլորիդայի 12-րդ ընտրատարածքը ներկայացնող ծագումով հույն Գաս Բալարակիսը։ Եվ այս փաստաթղթի նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիվ գործողությունները եւ նպաստել այն խաղաղ գործընթացին, որի համար օգոստոսի 8-ին հիմք էր դրվել նախագահ Թրամփի միջնորդությամբ։ Մեկնաբանելով այս նախաձեռնությունը համահեղինակ Բիլիրակիսը ասել է, մեջբերում եմ նրա խոսքերը, այս օրինագիծը աջակցում է մեր հայ գործընկերներին, նախատեսում է պատասխանատվություն ագրեսիայի համար եւ շեշտում է երկրների սուվերենությունը հարգելու անհրաժեշտությունը։ Այսինքն նպատակը փաստաթղթի հետևյալն է, որ եթե Ադրբեջանը իրեն ագրեսիա թույլ տա Հայաստանի կողմից եւ դա հնարավոր լինի հաստատել եւ ապացուցել, այն անձինք ում նախաձեռնությամբ է դա կատարվել, պետք է դատապարտվեն եւ ենթարկվեն Միացյալ Նահանգների պատժամիջոցների։ Ընդ որում ասվում է, որ անկախ այդ անձանց կարգավիճակից եւ քաղաքացիությունից, այսինքն ենթադրվում է, որ այդ անձինք կարող են Ադրբեջանում ունենալ բարձր կարգավիճակ եւ կարող են նաեւ այլ երկրների քաղաքացիներ եւս լինել։ Նաև ընդգծվում է, որ պատժամիջոցները պետք է տարածվեն այն արտասահմանյան օտար երկրյա ֆինանսական կառույցների նկատմամբ, որոնք կշարունակեն առևտուր իրականացնել Ադրբեջանի հետ, մասնավորապես նավթային ոլորտում, եթե դա հակասի Միացյալ Նահանգներին եւ ուրեմն դատապարտված լինի կոնգրեսի կողմից։ Նաև ընդգծվում է, որ պատժամիջոցներ պետք է կիրառվեն նաև այն դեպքում, եթե ակնհայտ դառնա, որ պաշտոնյաները արհեստականորեն եւ նպատակաուղված ձգձգում են խաղաղ համաձայնագրի պահանջների իրականացումը կամ հավանաբար ստորագրումը նաև նույնպես նկատի ունեն։ Եվ այստեղ պետք է նկատի ունենալ, թե ինչ ֆոնի վրա է այս նախաձեռնությունը իրականացվում։ Մի կողմից Ալիևը շարունակում է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, մի բան, ինչը հակասում է Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին, մյուս կողմից շարունակում է պահանջել, որ Հայաստանը նոր նախապայման Ադրբեջանի կատարի, այն է սահմանադրական փոփոխությունները, այսինքն տորպեդավորում է այդ գործընթացը եւ արհեստականորեն ձգձգում է այն։ Այսինքն Միացյալ Նահանգները գիտակցում են, որ եթե Ադրբեջանը շարունակի այս կամ նաեւ այլ մեթոդներով ձգձգել գործընթացը, ուրեմն պետք է լինի դրան արձագանքել եւ հենց այդ դեպքի համար է այս նախաձեռնված, այս առաջարկված փաստաթուղթը։ Եվ եւս մի շատ կարևոր հանգամանք։ Փաստաթղթում խոսքը գնում է միայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հնարավորության մասին։ Այսինքն Միացյալ Նահանգներում շատ հստակ գիտակցում են, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության վերջնական հաստատման մեջ, իսկ եթե կա կողմ, որը կարող է տապալել այն, տորպեդավորել այն, ապա այդ կողմը միայն Ադրբեջանն է։ Եվ Բաքուն ինչպես է ընդունում այս նախագիծը։
Բաքվի մամուլը, մասնավորապես իշխանամետ մամուլը կրկին այսպես տեղեկատվական արշավ է սկսել ամերիկացի կոնգրեսականների դեմ, ու մեջբերեմ մի քանի վերնագիր, ադրբեջանական լրատվամիջոցներից։ Օրինակ մեկը, հայկական լոբբիի կողմից գնված կոնգրեսականները պարզապես ժամանակ են վատնում, կամ մեկ այլը, պրոհայկական կոնգրեսականները տապալում են նախագահ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները։ Օրինակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ սերտորեն համագործակցող Դեյ Աս պարբերականը գրում է, մեջբերում եմ, այս կիսափաստաթուղթը, որը վճարված է հայկական լոբբիի կողմից, փորձ է ստեղծելու լծակ ադրբեջանական էներգետիկ նախագծերին միջամտելու համար, կամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գործող Կալիբեր Աս պարբերականը գրում է. Կոնգրեսականներ Իսայի եւ Բիլիրակիսի նախաձեռնությունը ոչ թե պարզապես ոչ բարեկամական քայլ է Ադրբեջանի նկատմամբ, դա բացահայտ սադրանք է, որի նպատակն է խաթարել այն փխրուն բալանսը, որը ձևավորվում է այժմ Երևանի եւ Բաքվի միջև։ Նաև հրապարակումներում գրեթե բոլորում ընդգծվում է, որ այս փաստաթուղթը միակողմանի է, քանի որ բացառում է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի հնարավորությունը կամ հավանականությունը։ Արդյոք երկու կոնգրեսականի մասին խոսեցիր, սա նրանց անձնական նախաձեռնությունն է, թե ճշտված է վարչակազմի հետ կամ գուցե ուղղորդված։ Մի շատ կարևոր հանգամանք այդ երկու կոնգրեսականներն էլ եւ Դարալ Իսան եւ Գազ Բիլիրակիսը հանրապետականներ են, այսինքն նախագահի կուսակիցներ են եւ նրան հավատարիմ եւ մտերիմ անձինք են։ Այսինքն ես բացառում եմ, որ դա հնարավոր է լինի անձերի նախաձեռնություն, որը համաձայնեցված չի եղել պետդեպի հետ, ավելին կարծում եմ սա այն դեպքն է, երբ շատ հավանական է, որ սա հենց պետդեպի կողմից նախաձեռնած փաստաթուղթ է, որը հանրապետականներն են առաջ տանում։ Եվ ինչն է հետաքրքիր, սովորաբար այդ հայանպաստ նախաձեռնությունները լինում են երկկուսակցական, այսինքն ներկայացնում են մեկ դեմոկրատ, մեկ հանրապետական կոնգրեսական, որպեսզի տպավորություն լինի, ակնհայտ լինի, որ սա պես երկու կողմի համար էլ ընդունելի փաստաթուղթ է։ Այս դեպքում երկու նախաձեռնողներն էլ հանրապետական են, այսինքն դեմոկրատ չեն վերցրել որպես համահեղինակ, հատուկ ընդգծելու համար, որ սա իշխող կուսակցության նախաձեռնություն է։ Երբ մեկ ամիս առաջ կոնգրեսում քննարկվում էր մեկ այլ հայանպաստ նախաձեռնություն, Ադրբեջանի իշխանամետ մամուլը գրում էր, որ սա դեմոկրատների սադրանքն է նախագահ Թրամփի դեմ, թե հայ լոբբիստների ու ընդդիմադիր դեմոկրատների շահերը համընկնում են եւ իրենք միասին փորձում են խնդիրներ ստեղծել հանրապետական իշխանության դեմ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ կասեն այս դեպքում, հա։ Եվ արդյոք կարծես տպավորություն կա, որ վերջին շրջանում հայամետ կոնգրեսականները ակտիվացրել են իրենց ջանքերը։ Իսկապես վերջին ամսվա ընթացքում սա 4-րդ հայանպաստ նախաձեռնությունն է, որը կոնգրեսում քննարկվել է, դրանցից երկուսը ցավոք այսպես ընթանք չստացան եւ ձայների շատ փոքր տարբերությամբ փաստորեն տապալվեցին կոնգրեսի ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների կոմիտեում, բայց Բրեդ Շերմանի, Գեյբլ Ամոյի եւ Դիտա Տիտուսի նախաձեռնությունը անցավ կոմիտեում եւ մեծ շանսեր ունի անցնելու նաեւ կոնգրեսի ներկայացուցիչների տան լիագումար նիստում։ Այն ենթադրում է կոչ ուղղված պետդեպարտամենտին հասնել Բաքվում ուրեմն կալանավորված հայ ռազմագերիների ազատ արձակմանը, Արցախում հայկական ժառանգության պահպանությանը եւ նաեւ արցախահայերի հայրենիք վերադառնալու այդ գաղափարին։ Եվ այս նախաձեռնության հեղինակների թվում նույնպես կան հանրապետականներ, այս ամենը վկայում է այն մասին, որ հանրապետականների ձեռքերով Սպիտակ տունը պարզապես հերթական ազդակն է ուղղում Ալիևին եւ զգուշացնում է նրան։ Շնորհակալություն Արտյոմ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ պատմաբան Ֆրանչեսկո Գալո Մացեոին, ով Հայաստան է այցելել դասախոսություններով հանդես գալու նպատակով նախագահը կարևորել է միջազգային փորձ եւ գիտելիքի փոխանակման հնարավորությունը։ Ֆրանչեսկո Գալո Մացեոն նշել է, որ խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ, խոսելով Հայաստանի ներկայի մասին, իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի խաղաղության հաստատման ուղղված
ջանքերից։ Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվում է փոխակերպվող տնտեսություն խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը։ Այն կազմակերպվել է պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակներում։ Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվում են 75 զեկուցումներ, գլխավոր խոսնակների շարքում են Նոբելյան մրցանակակիրներ Փոլ Կրուգման և Տարուն Աչեմօղլուն։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը միջազգային մեծ գիտաժողով է նախաձեռնում փոխակերպվող տնտեսություն խորագրով։ Նպատակը մեկն է՝ աշխարհի լավագույն բուհերի և հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների մասնագետներին մեկտեղել մի հարկի տակ Երևանի պետական համալսարանում, որպեսզի քննարկենք ժամանակակից արագ փոխվող տնտեսությունների խնդիրները։ Գաղտնիք չի, որ այսօրվա աշխարհում, երբ արագ տարբեր փոփոխություններ են տեղի ունենում, թե աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական, անհրաժեշտություն կա նաև բացի քաղաքական բաղադրիչը, տնտեսական առումով էլ հասկանալ, թե աշխարհը, համաշխարհային տնտեսությունը ու առանձին վերցրած երկրների տնտեսությունները ինչ ուղղությամբ պետք է զարգանան, ինչ առաջնահերթություններ պետք է ունենան։ Հիմնական նպատակը երկխոսություն ստեղծելն է ու գիտական բանավեճի, գիտական երկխոսության միջոցով ճիշտ ուղիներ նախանշելը։ Մեծ իմաստով գիտական համագործակցությունը Երևանի պետական համալսարանի, մասնավորապես տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի վերջին տարիներին էապես ակտիվացել է ու դրա վկայությունը նաև այսօրվա գիտաժողովի մասնակցության թե աշխարհագրությունն է, թե այն աշխարհահռչակ բուհերի ներկայացուցիչների ներկայությունը ֆիզիկապես մեզ հետ։ Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ երկու Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը և Տարուն Աչեմօղլուն ևս գիտաժողովի գիտական կոմիտեի մեջ են ներգրավված եղել և այսօր ու վաղը ևս իրենց մտքերն են կիսելու գիտաժողովի մասնակիցների հետ։ Սա կարծում եմ լավագույն վկայությունն է, որ մենք աշխարհին համընթաց ենք քայլում ու ըստ էության ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի, ավելի կոնկրետ Երևանի պետական համալսարանի տեղը համաշխարհային գիտական քարտեզում էլ ավելի ամրապնդվի։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք փոքր դադարից հետո։ Շարունակում ենք լրատվությունը։ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը նոր երանգներ է ստանում։ Ազգային ժողովի բյուրոն մերժել է նախագահային իմպիչմենթի ենթարկելու առաջարկը, Էմանուել Մակրոնը հիմա պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ։ Ֆրանսիայում ներքաղաքական ճգնաժամը խորանում է անցյալ տարվանից, իսկ այս ընթացքում կենսաթոշակային ոլորտում փոփոխությունները առավել մեծ խնդիրների բերեցին։ Վերջին 2 տարվա ընթացքում 5 վարչապետ փոխվեց։ Նախորդ վարչապետ Ֆրանսուଆ Բայրուն հրաժարական էր տվել, երբ օրենսդիրը անվստահություն էր հայտնել նրա կառավարությանը։ Իսկ առիթը քաղաքական անորոշության պայմաններում նրա առաջարկն էր Ֆրանսիայի արտաքին պարտքը կրճատելու համար անհրաժեշտ էր համարում 44 միլիարդ եվրոյի խնայողությունները։ Ընդդիմադիրների հաշվարկներով այդ գումարները պարտքի մարմանն էին ուղղվելու խոցելի խավի հաշվին։
Նրա հրաժարականից հետո վարչապետ նշանակվեց պաշտպանության նախարար Սեբաստիան Լկորնյոն, բայց 2 օր առաջ նա էլ հրաժարական տվեց։ Իր կաբինետը ձևավորելուց ընդամենը ժամեր անց։ Նրա ձևավորած կառավարության կազմը առաջացրել էր թե իշխանության, թե ընդդիմության դժգոհությունը։ Այս երկուշաբթի առավոտվա դրությամբ այլևս չկան պայմաններ, որոնք թույլ կտան ինձ կատարել վարչապետի պարտականությունները։ Լկորնյոյի հրաժարականը գործնականում կարող էր առավել սրել իրավիճակը։ Նաև դա հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան 2 օր ժամանակ տվեց։ Դրանից հետո Ելիսեյան պալատը հայտնեց, որ Մակրոնը հանձնարարել է Լկորնյոյին վերջին բանակցությունները անցկացնել քաղաքական կուսակցությունների հետ երկրում կայունության հաստատման ուղղված պլատֆորմ ստեղծելու նպատակով։ Այսօր արդեն վարչապետի պաշտոնակատար համարվող Սեբաստիան Լկորնյոն խոսել է որոշ դրական ազդակների մասին։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անցկացված խորհրդակցությունները ցույց են տվել կուսակցությունների պատրաստակամությունը տարեվերջին համաձայնության գալու բյուջեի շուրջ, փոխհամաձայնություն եւ ցանկություն կա մինչեւ դեկտեմբերի 31-ը հաստատել Ֆրանսիայի պետական բյուջեն։ Լկորնյոյին նախորդող 2 վարչապետները հեռացվել էին օրենսդիր մարմնի կողմից ծախսերի ծրագրի շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով։ Ֆրանսիայի ընդդիմությունը Լկորնյոյի հրաժարականից հետո պահանջել էր, որ կամ նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, կամ խորհրդարանը ցրվի եւ նոր ընտրություններ անցկացվեն։ Այժմ արդեն Լկորնյոն նշել է, որ խորհրդարանը ցրելու հնարավորությունն ավելի հեռու է թվում։ Իսկ խորհրդարանում նույնիսկ Մակրոնի իմպիչմենթի առաջարկ էր ներկայացվել։ Այն ներկայացրել էր ձախակողմյան անհնազանդ Ֆրանսիա կուսակցությունը, որը հավաքել էր խորհրդարանի 104 падգամավորի ստորագրություն։ Բայց Ֆրանսիայի ազգային ժողովի բյուրոն մերժել է Մակրոնին իմպիչմենթի ենթարկելու միջնորդությունը։ Մերժումը հիմնված է իմպիչմենթի միջնորդությունը ընդունելու հիմքերի բացակայության վրա։ Քրիստիան Ակուլյան, Հորիսոն։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության համագործակցությամբ Գավառի մշակույթի տանը տեղի ունեցել սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում թեմայով քննարկում։ Մանրամասները տեսանյութում։ Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական, հասարակության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Բացման խոսքով հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ով անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած իրականացված քայլերին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ եւ մտահոգիչ խնդիր մարդու իրավունքների պաշտպանության եւ գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։ Գեղարքունիքի մարզում ըստ տարբեր հետազոտությունների մեծ է թիվը սեռով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումների, այդ թվում երբ վերլուծում են ընդհանուր որակական համատեքստը եւ բնականաբար սա շատ կարեւոր ազդակ է, որովհետեւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրով, այլ կարողանանք նաև տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը նշեց, որ բացասական առումով զարմացած է, որ ըստ վիճակագրության Հայաստանում վերջին 25-ից 30 տարիների ընթացքում 80,000 աղջիկ ուղղակի չի ծնվել։ Նիդերլանդների կառավարությունը շատ է ցանկանում, որպեսզի թեմայի շուրջ քննարկումները շարունակական լինեն եւ հասարակությունը ի վերջո հասկանա, որ բոլորը հավասար են եւ յուրաքանչյուրն ունի իր դերը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի հասարակության հետ համագործակցությանը, ապա նշեմ, որ մեր համագործակցությունը նոր չէ։ Մշտապես ենք աշխատում մի կառույցի հետ տարբեր զգայուն թեմաների շուրջ։ Այսօրվա միջոցառումը այդ աշխատանքի շարունակությունն է, որն ունի իր ազեկման կարևոր առաքելություն։ Ըստ Անահիտ Մանասյանի այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում եւ միջավայրում առկա ճնշումներ։ Նրա խոսքով անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին եւ որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր եւ ցավալի ազդեցություն։ Ուստի պետք է ոչ միայն պայքարել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստել հանրային իրազեկության բարձրացմանը, ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Պետք է կարողանանք համատեղ եւ սոլիդար ուժերով ծել այդ մարդկանց վերաբերելու այս խնդիրը, որը բոլորիս է վերաբերում, եւ պետք է կարողանանք զգայուն լինել մարդկանց խնդիրների նկատմամբ, քանի որ այս հարցը իրապես ազդեցություն է ունենում նաեւ մարդկանց ճակատագրերի վրա։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը, նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ եւ անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։ Մեր ծրագրերով ցանկացել ենք, որպեսզի հասարակությունում բոլորի հնարավորությունները հավասար լինեն։ Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցել թեմատիկ պանելային քննարկում, ամփոփելով իր խոսքը մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության եւ համերաշխության միջավայր ձևավորելու առումով։ Պանելային քննարկմանը հետևել է նաեւ ոլորտին առնչվող հարցուպատասխան։ Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Կողմերն անդրադարձել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Գեղարքունիքի Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում եւ Վանաձոր քաղաքում։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 9-ից մինչև 18-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ թաղամասի Գանձակ բնակավայրի գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ժամը 10-ից մինչև 14-ը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Գրիբոյեդով Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջերառատ, Ջերարբի, Ապագա, Պտխունք, Մուսալեր, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Հարևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 10-ից մինչև 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջան փողոցի թիվ 48-ից 64 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը այցում է գազասպառողների ներողամտություն եւ խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Մեկ այլ հայտարարությամբ Գազպրոմ Արմենիան հիշեցնում է մատուցված ծառայությունների դիմաց վճարումների ժամկետների մասին։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերին բաժանորդներին մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2025 թվականի հոկտեմբերի 9-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։ Բաժանորդները մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում։ Առաջ այսքանը կանցնենք ժամը 22-ին։